Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք Սարդարապատի հերոսներին եւ այս կարևորագույն իրադարձությանը։ Այս վայրը հաստատ սրբատեղիներից մեկն է եւ հաղթական սրբատեղի։ Ընդհանրապես հասկանալու եւ պատկերացնելու համար ցանկացած պատմական երևույթի կարևորությունը եկեք մի պահ մտածենք, եթե այդպես չլիներ։ Մի պահ մտածենք, որ 1918 թվականի մայիսի այս օրերին հայկական բանակը պարտվեր եւ թուրքական բանակը ճեղքվեր եւ շարժվեր դեպի Էջմիածին եւ Երևան։ Բացի այն, որ 300,000 գաղթականներ, որ կուտակված էին այնտեղ, հաստատ կես առնվազն կեսը սրի պիտի քաշվեին, հաստատ չէր լինելու հայոց պետականությունը։ Հայոց պետականության ծննդավայրերից մեկը սա է, Բաշապարանի եւ Ղարաքիլիսի հետ միասին։ Չլիներ հայոց պետականությունը 18-20 թվականի հանրապետությունը, վստահ եղեք, որ չէր լինելու Հայաստանի հանրապետությունը, չլիներ Հայաստանի հանրապետությունը, չէր լինի անգամ սովետական Հայաստան վարչական միավորը եւ մենք այսօր չենք էլ ունենալու այս մեր երկիրը։ Այս տեսանկյունից եթե մենք մոտենում ենք, մենք հասկանում ենք, որ ինչ կարևոր է սա մեզ համար։ Եվ այստեղ գտնվելով մենք նաեւ մեր ուղերձն ենք հղում բոլորին, թշնամիներին եւ բարեկամներին, որ մենք կարիք ունենք նրանց իսկապես գործնական աջակցությունը, որտեղ այս երկրի այսօրվա այսպես կոչված իշխանությունը չի արտահայտում մեր ժողովրդի նպատակները, չի արտահայտում մեր ժողովրդի շահերը, որովհետև այն ինչ որ անում են, դա բերում է ոչ թե Հայաստանի Հանրապետության ուժեղացման, այլ թուլացման, եւ հակառակը ժողովուրդը պատրաստ է, ինչպես միշտ է պատրաստ եղել, պատրաստ է իր հայրենիքին տեր կանգնել, պարզապես այդ հնարավորությունը պիտի տրվի։ Մենք այն ուժն ենք, ազգային ժողովրդավարական բևեռը, որ մշտապես ժողովրդի հետ է, մշտապես մեր շահերի հետ է, պարզապես մեր հնարավորությունները ցավոք սրտի բավարար չեն, առայժմ որպեսզի մենք կարողանանք այդ արմատական կարևորագույն փոփոխություններ անել, բայց միևնույն է, մենք հաղթող ուժ ենք, արդեն հաղթած ուժ ենք, որտեղ եկեք մի պահ համեմատենք մի քանի տարի առաջ ժողովրդի մտայնության, մտածողության հետ եւ նաեւ թե այսօր մեր գաղափարները ինչ մեծ տարածում ունեն։ Դա ձեր եւ ձեր նմանների նվիրումի շնորհիվ է։ Չմոռանանք նաեւ, որ մեր ուժը մշտապես հալածանքի ներքո է գտնվում, զրպարտության, ստի, բոլոր տեսակի հարձակումների, այնուհանդերձ մենք կանք, մենք մեր գործը անում ենք եւ մենք դուրս ենք եկել իսկապես արդեն միջազգային ասպարեզ, իսկապես մեզ արդեն ճանաչում եւ ընդունում են, որը շատ կարեւոր է եւ դրսում եւ ներսում։ Եվ ես վստահ եմ, որ մենք միասնաբար տոնելու ենք մեր հաղթանակը եւ մի օր գալու ենք այստեղ, այս նույն հուշարձանի մոտ եւ ասելու ենք մենք հասանք, մենք ձեր ուխտը իրականացում դարձեցինք, այդ զոհերը, որ արյուն այստեղ թափեցին, իզուր չանցավ եւ մենք ստեղծել ենք մեծ հզոր բարեկեցիկ ապահով հայրենիք։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեզ բոլորին եւ մաղթում եմ, որ հաջորդ նման տոնակատարությունները մենք ավելի մեծ նվաճումներով նշենք եւ հասնենք մեր նպատակներին։